Մենք ծերացող բնակչություն ենք, տասնակ հարյուրավոր միլիոնավոր դոլարների ոսկի է հավաքագրվել ժողովրդից եւ ժողովուրդը բերել տվել է այդ ոսկին։ Այդ չեղավ, որ ինչ որ անտեսանելի ձեռքով մեկը որոշումներ է կայացնում։ Մեր հարևանի մոտ այդ բիզնեսը ստացվել է, ուրեմն ես նույնը կանեմ, իմ մոտ է կստացվի։ Տենց եղել է բենզալցակայանների հետ, ապտեկաների հետ, հացի փռերի հետ, Սրճարանների հետ։ Դա մեր մոդելն է բիզնեսի։ Եթե կարելի է այ մեջ ես դու, այնով որ փորձելու է հանել, ինքը պետքա պատրաստ լինի այնպիսի որոշումների, որոնք երբեք չեն լինելու պոպուլյար։ Օրինակ, Հայաստանում հիմա հրաժարվել էքսպորտից դեպի Ռուսաստան։ Այդ թվում ես կարծում եմ, որ մենք մի հատ մեծ շանս ունենք, opportunity ունենք հիմա։ Այսօրվա մեր հյուրը տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն է։ Մենք անկեղծ քննարկեցինք, թե ինչպես են մեր սովորությունները ու վախերը կառավարում ամբողջ երկրի փողերը։ Խոսեցինք, թե ինչպես է տրորված ճանապարհի էֆեկտը ազդում Հայաստանի պատմական եւ տնտեսական ուղու վրա, եւ ինչու հայկական սփյուռքը միջինում միշտ ավելի լավ է ապրում, քան տեղի բնակչությունը։ Ինչպես նաեւ ինչ օրինակների եւ սխալների վրա կարող ենք սովորել Կորեայից, Ճապոնիայից եւ տնտեսական հրաշք ապրած այլ երկրներից։ Անպայման նայեք միջև վերջ եւ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր թողարկումները։ Մենք ամեն տեղից լսում ենք դրա մասին, որ GDP-ն աճում է, երկիրը զարգանում է, մենք համեմատվում ենք GDP per capita մետրիկայով բոլոր երկրների հետ, մենք հետևում ենք դրա աճին ու հպարտանում ենք, որ մենք, չգիտեմ, երկու անգամ վերջին քանի տարվա մեջ աճեցինք, հա։ Բայց ինչ է դա նշանակում սովորական քաղաքացու համար, որովհետև ես սովորական մարդ, ես տնտեսագետ չեմ, ես դրա էքսպերտը չեմ, բայց ես նայում եմ ու իմ համար այդ մետրիկան թվում է հակաինտուիտիվ, ինքը ինչ է տալիս ինձ, սկսել եմ ես դրա աճից ավելի լավ ապրել, թե ոչ, կարծում եմ ոչ, ես սկսում եմ ոնց որ իմ կյանքի մակարդակը զարգանում է ոչ թե դրանից որ GDP-ն է աճում, այլ որ ես եմ զարգանում, ինչ որ քայլեր եմ ձեռնարկում դրա համար, ու արդյոք ինքը ազդում է մեր միջավայրի վրա, արդյոք ճիշտ է չափել երկրի հաջողությունը այդ մետրիկայով, այդ պարամետրով։ Ավելի լավ մետրիկա չկա։ Խնդիրը տեղից սկսեմ, կիսելով ձեր կարծիքը, որ ինքը գուցե լավ չի արտահայտում եւ ես կարամ ավելի շատ երկար խորքային բացատրեմ ինքը ինչի լավ չի արտահայտում, շատ ավելի նուրբ եւ շատ ավելի խորքային խնդիրներ ունի համախառներքին արդյունքը համեմատականը իրար հետ երկրների համար, բայց ավելի լավը այսօր չկա գոյություն չունի եւ համապատասխանաբար եթե մենք ուզում ենք ինչ որ ձևով հասկանանք ինչպիսին է կյանքի մակարդակը այս կամ այն երկրում GDP per capita-ից ավելի լավ ցուցանիշ, բայց ոչ թե GDP per capita absolute թվերով, այլ GDP per capita կոչվում է PPP կտրվածքով կոչվում է purchasing power parity, то есть մոտավորապես այն է, որ այդ $1 կամ այդ դոլարը, երբ որ մենք վերահաշվարկում ենք իր գնողականության տեսակետից, որտեղ $1 մի երկրում տարբերվում է այդ նույն $1-ից այլ երկրում, հա, դա համար ձևավորում է այդ purchasing parity-ը, որ կարելի է լինի դոլարները նույնը լինեն բոլոր երկրներում, այ ամենա բանը ճիշտ ցուցանիշը, որը թույլ է տալի համեմատել կյանքի մակարդակը, օրինակ, չգիտեմ, Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Վրաստանում եւ այլն իրար հետ, դա GDP per capita PPP կտրվածքով այդպեսին է։ Ինչա դա տալիս, հա, ինչպիսի սիգնալ է դա տալիս դրան։ Այ երբ որ մենք հասկանում ենք, որ տվյալ իրավիճակում համախառն ներքին արդյունքը, որը ստեղծվում է երկրում, հա, իսկ ինքը որպես կանոն այն ավելացված արժեքն է, որը երկիրը ստեղծում է տարբեր ձևերով, սկսած հանրային սեկտորում, սկսած կրթությունում, վերջացրած առևտրում, туриզմի միջոցով բոլոր ֆակտորները իրար հետ ինքը ներառվում են այդտեղ եւ թույլ են տալի գնահատել թե մեկ անձի հաշվարկով ինչքան ավելացված արժեք, ինչքան ներքին արդյունք է ստեղծվում տվյալ երկրում։ Մարդու տեսակետից կախված հասարակության օրինակ հարստության բաշխման տրամաբանությունից այսպես կոչված Gini կոեֆիցիենտի արկայությամբ, երբ որ ամենահարուստ 10%-ը եւ ամենաաղքատ 10%-ի հարաբերակցություն են վերցնում, այդ արդյունքը կարող է ավելի արագ արտահայտվել տնտեսության հասարակության մեջ, կարող ավելի դանդաղ արտահայտվել կամ կախված նրանից թե համախառն ներքին արդյունքը որտեղ է ստեղծվում, որ սեկտորում է ստեղծվում, իր ազդեցությունը կարող է լինի շատ ավելի մեծ, կարող է լինի շատ ավելի փոքր։ Օրինակ մենք ունեցել ենք տարիներ, երբ որ
որ մեր հիմնական ազդեցությունը եղել այդ բաներից, հա, IT ոլորտից է եկել կամ ֆինանսական ոլորտից, դա նշանակում է, որ հիմնական ավելացված արժեքի եւ հիմնական եկամուտների կուտակումը եղել է այդ ոլորտներում, այդտեղ են եղել աշխատավարձների ավելացումը, այդտեղ են եղել մարդկանց քանակի ավելացումը, բայց ակնհայտ է, որ լինելով այդտեղ ինքը հետո սպառման մոդելի շրջանակներում բերում է ամբողջ հասարակության մեջ, հա, բարեկեցության ավելացմանը, որովհետև հենց այդ է հարցը, թե այդ ավելացված արժեքը հետո ոնց է բաշխում հասարակության մեջ, իսկ ինքը բացվում է, որտեղ այդ մարդիկ սպառում են, մարդիկ գնում են ռեստորան, մարդիկ գնումներ են անում, մարդիկ մեքենա են առնում, մեքենա են վերանորոգում, ու այդ բանը value chain-ը հենց գնում է հասարակության մեջ։ Այստեղ ես կուզեի ձեզ ընդհատել, դուք շատ ճիշտ եք ասում, որ ռեստորաններ են գնում, ինչ որ գնումներ են կատարում։ Դա նշանակում է, որ մեր տնտեսության հիմնական driver-ը սպառումն է ներքին։ Տեսեք, թե ինչ նյուանս կա։ Տնտեսությունները բնորոշվում են տարբեր տրամաբանության մեջ, որտեղ ավելացված արժեքը նաև ստեղծվում է այն դեպքում, երբ որ դու արտահանում ես եւ ներմուծում ես։ Դուք կան տնտեսություններ, որտեղ մեծ մասը տնտեսությունների հիմնված է ներքին սպառման տրամաբանության վրա։ Այն ինչ որ դուք ասեցիք, թե ստեղծվում է ավելացված արժեք, այդ ավելացված արժեքը բաշխվում է հասարակության մեջ։ Բայց կան տեղեր, որտեղ այդ ավելացված արժեքը ստեղծվում է ոչ թե ի հաշիվ ներքին շուկայի սպառման, այլ արտահանման, եւ համապատասխանաբար այդ ծախսային մեթոդով հաշվարկված համախառներքին արդյունքը որպես կանոն ունի նաեւ ներդրումների եւ արտահանում ներմուծումների եւ արտահանումների տարբերություն ներառածը։ Մենք ունենք շատ կարևոր հետաքրքիր ֆենոմեն, որի մասին շատերը մեծ մասը ցավոք սրտի մեր քաղաքական վերնախավ չասեմ ամբողջ այդ շրջապատը շատ հաճախ չի հիշում եւ չի կրկնում, դա այդպես կոչված երկնիշանի տնտեսական աճերը մեր բոլոր վերջի 20-ամյակների ընթացքում բոլորս շատ հպարտանում ենք կամ խոստանում ենք երկնիշ տնտեսական աճեր կամ բարձր տնտեսական աճեր, որոնց հետ բախվում է նա, որ տնտեսական աճի հիմքում պետք է լինի այն, որ դու պետք է ստեղծես կապիտալ, պետք է ձևավորես այն կարողությունը, որը տնտեսական աճը գեներացնի։ Հետապես շատ կարևոր է հաշվի առնել, որ դու ունես այդպես իրար հետ փոխկապակցված սասուդների տրամաբանություն։ Միտեղ սպառումն է ներքին, իսկ մյուս տեղը դա կապիտալի ձևավորումն է։ Այդ մարդիկ ներդրում են կատարում, ստեղծում են ինչ որ արտադրական հզորություններ, կամ ճանապարհներ են սարքում, կամ ջրամբարներ են սարքում, էլեկտրակայաններ են սարքում, դա պետության կողմից ներդրումներն են։ Մարդիկ ստեղծում են ձեռնարկություններում ներդրում են անում, առնում են սարքավորումներ, այս ամբողջ համակարգը դա այդ կապիտալի ձևավորումն է։ Այ շատ կարևոր է հասկանալ, որ եթե կապիտալի ձևավորման վրա ուղղված մասը համախառներքին արդյունքի չի գերազանցում որոշակի ցուցանիշը, մենք ավելի շատ սպառում ենք, մաշացնում ենք այդ կապիտալը։ Հետապես այն երկրները, որոնք պատմության մեջ աճել են շատ արագ, մենք ունեցել ենք տենց երկրներ աշխարհում, հա, որոնք եղել են տնտեսական հրաշքի հիմքում, հա, Սինգապուր, Կորեա, Ճապոնիա, իրանց մոտ որպես կանոն այդ կապիտալի վրա ուղղված մասը որոշակի ժամանակ շատ մեծ է եղել, հա, օրինակ Կորեայում այդ ցուցանիշը հասել է մինչև 40-42%։ Մեր մոտ ինքը որպես կանոն բավական ցածր է, հա, 17-18%, շատ որոշակի տարիներին 21%։ Եվ հետապես այ մեր ամենամեծ խնդիրը, որը մենք ունենք, թե ինչպես անել, որ ներքին սպառման հետ համահունչ մենք կարողանանք ձևավորել նաև կապիտալի ձևավորմանը ուղենք միջոցներ, որոնք հիմք ստեղծեն մեր վաղվա տնտեսական աճին։ Այսա այն հիմնական տնտեսական դիսկուրսի, հա, եւ քննարկման թեմա պետք է դառնա ցանկացած հասարակությունում, բայց մեր մոտ այդպիսի քննարկում չկա։ Թե մենք ինչպես ենք օգտագործում համախառներքին արդյունքը, արդյոք այդ ներքին սպառումը մեզ բավարար է որ լինի, արդյոք մենք այդ ներքին սպառումը եւ որ մեր կապիտալի ձևավորումը շատ նվազդ ցուցանիշներով է գնում, այդ նվազդ ցուցանիշները հիմքը ստեղծում են վաղվա համախառներքին արդյունքի ստեղծելու։ Այդ խոսակցությունը ցավոք սրտի մեզ մոտ չկա։ Իսկ հիմա ինչ է ասում ստատիստիկան այդ սպառման մասին։
Սպառումը աճում է կանգնել։ Մենք ունենք վերջի 5 ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր մոտ որոշակի աճ ա եղել ներքին սպառման, որոշակի իմաստով։ Մենք ունենք վատթարացում մեր արտահանում ներմուծում համադրության մեջ, այդ դինամիկան մեզ մոտ փոխվել է, բայց որը իրականում կարծում եմ բնական երևույթ է, որտեղ այդ ռեէքսպորտի տրանզիտի ֆենոմենն է դուրս գալի։ Մենք ունենք որոշակի նվազում, առնվազն այս 5 ամսվա ընթացքում, որը գուցեև տրամաբանական է նմանատիպ նվազումը, կապիտալի ձևավորման, որը պայմանավորված է նաև այն անորոշություններով, որոնք մեր մոտ այս վերջի 6 ամիսների ընթացքում ներքին քաղաքական զարգացումների արդյունքում, արտաքին իրավիճակի պայմաններում մարդիկ ավելի նախընտրում են ոչ թե խնայել, ներդրում կատարել եւ ձևավորել, այդ թվում նաև պետությունը, ավելի նախընտրում են ծախսել, սպառումը հրախոսել։ Հիմա տեսնենք այս փոփոխություններից հետո եւ այս իրավիճակից հետո մենք տարիվա երկրորդ կեսամյակը ինչպիսի արդյունքներ կլինի, տարվա կտրվածքով մենք կարողանանք գնահատել արդյոք տարին նպաստող էր ապագա համախառն ներքին արդյունքի հիմքեր տալիս է, թե հակառակը մենք էլի վերադարձել ենք տենց սպառմանը եւ մաշեցնելու մեր fixed capital-ը։ Իսկ սենց իրավիճակում, երբ որ մարդիկ բոլորը սկսում են ծախսել, որն է ամենաճիշտ ստրատեգիան մարդու համար, սովորական քաղաքացու համար, որ աշխատում է, չգիտեմ, աշխատավարձից աշխատավարձ, ոնց ինքը պետք է պահի, արդյոք հիմա ժամանակն է կուտակել կապիտալը, երբ որ բոլորը ծախսում են։ Ես կարծում եմ, որ հակացիկլիկ գործողությունները որպես կանոն ավելի ենթադրում են ավելի մեծ ռիսկեր, բայց ենթադրում են ավելի մեծ reward-ներ։ Դապես այն պայմաններում, երբ որ դուք ունեք նմանատիպ հնարավորություն, հա, կուտակելու եւ ներդրում անելու, որը չի բերելու ձեր սպառման որոշակի մակարդակից նվազմանը, այն ժամանակ, երբ որ բոլորը սպառում են, ճիշտ է իհարկե կուտակել, ոչ թե կուտակել, այլ ներդնել, աշխատացնել փողը, դա չի նշանակում բան անել, պահել բարձի տակ, չէ, բայց դա նշանակում որ այդ պահին քո մոտ այդ հավանականությունը ավելի մեծ արդյունք ստանալու, ավելի մեծանում է, քան թե դու զուտ սպառման։ Հետաքրքիր է, եւս մի հակաինտուիտիվ բան, եթե դու կուտակում ես կամ ներդնում ես, երբ որ բոլորը սպառում են, դու մտնում ես ինվեստիցիայի մեջ, ցանկացած բարձր, այսօր պիկի վրա, երբ որ սպառումը մեծ է, ստացվում է, որ գինը բարձր է, պահանջարկը բարձր է, գինը բարձրանում է, դու մտնում ես։ Դու չես մտնում ապրանքների ներդրումների մեջ, հա, դու մտնում ես fixed capital։ Դու արտադրական միջոցների մեջ ես մտնում, դու մտնում ես անշարժ գույքի մեջ եւ այլն։ Սպառումը դա ընդհանուր սպառման մեջ չես հայտնում։ Այստեղ ինքը կոնտրինտուիտիվ չի։ Ինքը այլ layer է, հա, այլ կտրվածքով է այդ գործողությունը անում։ Իհարկե շատ հեշտ է ասել դա, բայց շատ դժվար է մարդուն նմանատիպ իրավիճակներում ասել, որ ավելի ճիշտ է օրինակ, երբ որ բոլորի անորոշությունը մեծանում է եւ ավելի քիչ են ներդնում, դու գնա ներդրի, որտեվ օգուտը կլինի, որտեվ դա ռիսկային է։ Բայց իրականում այդ counter cycle, counter market շուկայի դեմ գնացող մարդիկ են, որոնք հաջողում են։ Հա, իրականում շատ դժվար է ասել, որովհետև եթե դուք նայեք ֆոնդային շուկայում ինչ է հիմա կատարվում, դա մի հատ абսուրդ է, իմաստ չկա գնալ շուկայի հակառակ։ Ես համաձայն չեմ։ Ես միշտ կարծում եմ, որ ֆոնդային կարծում եք հիմա շորտ պետք է անենք։ Ես կարծում եմ, որ շուկայում է դա հենց հակառակ տրամաբանությունն է, մանավանդ զարգացած կապիտալի շուկաները, որոնք իրանց մեջ պարունակում են ամբողջ առկա տեղեկատվություն, եւ դա է հետաքրքիր ֆոնդային շուկայի իրականության մեջ, դա է հետաքրքիր։ Իհարկե, այստեղ պետք է շատ բան ունենաս, ներվային համակարգը պետք է պատրաստ լինի դրան, բայց հաջողում են դրանք։ Եթե ուշադրություն դարձնեք այն հիմնական մեծ հաջողված ինվեստիցիոն ֆոնդերը, BlackRock-ը եւ այլն, իրանք որպես կանոն իրենց հիմնական հաջողությունները բացատրվել են այն պահերին, երբ որ իրանք գնացել են շուկային հակառակ։ Հետաքրքիր է։ Ես ես վերջերս նայել եմ մի հատ այդպես ամերիկյան ոդքասթ ու այնտեղ ասում են իդեպ, որ այդ ներվերի մասին, որ ամենահաջողակ ինվեստորները երկարաժամկետ են մարդիկ, ովքեր տուպը չեն մտնում ստուգելու իրենց հաշիվը, իրանք պրոստը փողը ներդնում են ու մոռանում են դրա մասին։ Ինչքան շատ գիտես դու ֆոնդային շուկայի մասին, այսքան վատ։ Չէ, ինչքան շատ գիտես, այդքան վատ չի,
բայց ինչքան դու ավելի ամուր են քո ներվային համակարգը եւ դու չես ընկնում պահի տակ որոշումներ կայացվել են ինչ որ ինֆորմացիոն հոսքերի մեջ, ինչքան ավելի դու երկար ես պահում քո դիրքը, այնքան ավելի ճիշտ է։ Ուրիշ հարց է, որ այդտեղ դու պետք է միշտ հետևես, որտեղ այդտեղ կա ինչ որ մի պահ, երբ որ պետք է այդ որոշումը կայացնել բայց ամբողջ ընթացքում դու կարող ընդհանրապես որոշում չկայացնես, բայց այդ պահը կարող է ֆիքսես, որ այս պահին ճիշտ է որոշում կայացնել։ Այս վերջերս շուկան նենց հետաքրքիր է, քանի որ inside-ները տարբեր տեղերից շատանում են, օրինակ դու գիտես, որ կա inside trading ԱՄՆ-ում, ինչ որ օրինակ Դոնալդ Թրամփի որդին երբ որ ինչ որ ստավկա է դնում կամ ինչ որ ակցիաներ է առնում, դու կարաս ուղղակի կրկնես իր հետևից ու ահագին մեծ աճ գրանցես։ Ես այս վերջերս սկսել եմ այդ ամեն ինչ ուսումնասիրել ու գտել եմ հավելված, որտեղ հենց բոլոր քաղաքական գործիչների պորտֆելներին հետևում են մարդիկ։ Չէ, գիտեք ինչ, ժամանակակից կապիտալի շուկան, մանավանդ Միացյալ Նահանգներում ինքը իր մեջ պարունակում է ահռելի մեծ քանակով տեղեկատվություն։ Եթե օրինակ գիտեք հայտնի ինդեքսը, պիցայի ինդեքսը գիտեք, հա? Պենտագոն պիցայի։ Պենտագոնի պիցայի ինդեքսը չի աշխատում էլ կարծես։ Ինչ է, ինքը ինչ որ պահ աշխատել է։ Եվ մարդիկ դրա հիման վրա ինչ որ որոշումներ են կայացրել, հետո հասկացել են այն մյուս կողմը, որ ակնհայտ բան է ստացվում ու տենց դժվար է։ Ուզում ասեմ, այդ բոլոր տեղեկատվությունը այսօր իրականում տեղեկատվության մշակման տեսակետից կապիտալի շուկան ավելի մեծ ինստիտուտ, որը մշակում է տեղեկատվությունը, սկսած Դոնալդ Թրամփի տղայի գործողություններից վերջացրած պիցայի ուտելով Պենտագոնի շուրջի պիցերիաներից, այդ ամբողջ տեղեկատվությունը վերջում մարմնավորվում է որոշակի գների եւ որոշակի վարկագծի մեջ կապիտալի շուկայում։ Իսկ գներեք, այդ չեղավ, որ ինչ որ անտեսանելի ձեռքով մեկը որոշումներ է կայացնում։ Եթե անտեսանելի ձեռքը մենք որ Ադամ Սմիթից հետևից անվանենք շուկան, այո, դա է, անտեսանելի ձեռքը հենց դրանումն է, որ այդ ամեն մարդ տիրապետելով իր ինֆորմացիոն շուրջը ձևավորվող ինֆորմացիայով ինքը ինչ որ որոշում է կայացնում եւ երբ որ այդ մարդկանց քանակը միլիոնավոր մարդիկ են, ամեն մեկը ունենալով իր ինֆորմացիայի քանակը, որի հիման վրա ինքը որոշում է կայացնում, գեներացնում են մի հատ ընդհանուր ինֆորմացիոն դաշտ։ Եվ այդ ինֆորմացիոն դաշտի պոզիտիվ կամ նեգատիվ շարժումը կամ այդ շարժման մեծությունը կախված է նրանից, թե այդ միլիոն մարդկանց տեղեկատվությունը ինչպիսի որ ուղղությամբ է շարժվել այսօր, իսկ վաղը դուք ելել եք նրանից, որ Դոնալդ Թրամփի տղան է ներդրում կատարել, մյուսը ելել է նրանից, որ տեղեկատվություն է ունեցել Պարսկաստանի նավերի անցումը Օրմուզի պրալիվով, երրորդը պիցաներով, չորրորդը հետևել է Ֆեդի վերջի հայտարարություններին կամ օրինակ ինչքան ժամ են վերջի Ֆեդի անդամները նստել քննարկմանը, այդ ամբողջ տեղեկատվությունը հենց դա է հետաքրքիր շուկայի այդ անտեսանելի ձեռքի, որ ամեն մեկը ունենալով ինչ որ մի կտոր ինֆորմացիայի հավաքում է այդ ամբողջը ու վերջում դա արտահայտվում է ինչ որ մի բաժնետոմսի կամ ընդհանրապես շուկայի բաների ստոքի փոփոխությանը գնի։ Եվ դա այդ հմայքն է կապիտալի շուկայի, որը իր մեջ ներառում է ամբողջ տեղեկատվությունը։ Պրոստը մի բան է, երբ որ դու ունես տեղեկատվություն, մի բան է, երբ որ դու Դոնալդ Թրամփն ես ու ինքդ ես որոշում կայացնում ու ասում ես, որ ես հենց հիմա ստորագրում եմ խաղաղության պայմանագիրը Պարսկաստանի հետ, գները իջնում են, դու առնում ես այս ժանով, ինչը որ չկա, էլի պայմանագիր չկա։ Ես կարծում եմ դա նաև փորձություն է ինստիտուցիոնալ համակարգի, ժողովրդավարության համակարգի, որտեվ այո, ակնհայտ է, որ այն դեպքում, երբ որ դու ոչ միայն սպառողն ես ինֆորմացիայի, այլ նաև գեներացնողն ես նմանատիպ, մեծ է գայթակղությունը այդտեղ ձևավորել եւ խաղալ այդ շուկայի վրա։ Ես լավ հիշում եմ 90-ականներին մենք մի հատ տենց հետազոտություն էինք կարել, տենց հետարքիր լինգվիստիկա, անալիտիկա էինք կարել, այն ժամանակ երբ որ քննարկվում էր British Petroleum-ի մասնակցությունը Ադրբեջանի նավթային պաշարների մեջ, մենք փորձել էինք վերլուծել
Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Հեյդար Ալիևի ելույթների տոնալությունը դեպի կռիվ եւ դեպի խաղաղություն եւ դրա հետևանքով British Petroleum-ի գների բաժնետոմսերի գների տատանումները եւ իրականում հետաքրքիր էր տեսնել շատ քիչ էր ազդեցությունը, որտեղ British Petroleum-ի չափերի համար այդ մի պրոյեկտը, որը ինքը իրականացնում էր Ադրբեջանում, այդքան մեծ կշիռ չուներ, բայց կար եւ իրականում մեծ էր գայթակղությունը կանխատեսելով կամ օգտագործելով, որ վաղը պետք է մեր նախագահան ելույթ ունենա ինչ որ statement-ով, դրա նախոպես պետությունը ինչ որ քայլեր աներ եւ այդ ելույթի հիման վրա տենց հնարավոր տենց միտք առնվազն մենք փորձել ենք ներկայացնել այդ գրաֆիկը, ներկայացրել ենք նաեւ նախագահական այն ժամանակ, ասել ենք sense բան կա, էլի դուք փոխկապակցված եք այդ շուկայի հետ, բայց իրականում այո, դա ընդհանրում է, որ ժողովրդավարական ինստիտուտները, ինստիտուցիոնալ կարողությունը պետության պետք է զսպի նմանատիպ հնարավորությունը, որտեղ հակառակ դեպքում դա բերում է շուկայի failure-ին, որտեղ իրականության մեջ դա նշանակում է, որ շուկայի ոչ բոլոր խաղացողներն են ազնիվ խաղում, որտեղ այդ դեպքում ցանկացած ոք կարողանում է գեներացնել, եթե դա հնարավոր է նախագահի կողմից ինչ որ երկրի, ինչու դա հնարավոր չի ինչ որ մի բլոգերի կողմից, որը կարող է տեղեկատվություն թողի, որ ես իմացել եմ, որ չգիտեմ, General Motors-ի գործերը վատ են, վաղը պատրաստվում է 55,000 մարդ աշխատանքից հանել, եւ այդ տեղեկատվությունը բաց թողելով շուկա, նախապես գնելով կամ վաճառելով, շորթի մեջ մտնելով բաժնետոմսերով General Motors-ի փող աշխատել, բայց դա օրինակ SEC-ի կողմից կդիտվի որպես կոնկրետ մանիպուլյացիա շուկայի, որ Թրամփը ասում է ինտելեկցիաները առել։ Դե ես այդ եմ ասում, իմ ասածը նա է, որ դա ոնց որ ենթադրում է, որ դու ունես շուկայում հետեւապես տարբեր կարգավորման դաշտում գտնվող խաղացողներ, հետեւապես դա distortion է շուկայի եւ լուրջ ուժեղ ինստիտուտների դերակատարումը նաեւ նրանն է, որ դա պետք է չլինի, նմանատիպ գործողություններ չպետք է լինեն։ Գիտեք, հիմա ընդհանուր sense մի հատ bubble կա, միգուցե դա bubble-ը, միգուցե դա իսկապես ինչ-որ բան է կատարվում ֆոնդային շուկայում, բայց ես նկատում եմ պանիկա, որ տարբեր գիտնականներ, տնտեսագետներ ասում են, որ ամեն ինչ դեպի crash է գնում, crash, որը ոնց որ Armageddon է գնալու լինելու ֆոնդային շուկան, արդյոք դա հնարավոր է, որ ամեն ինչ այնքան տրակի, որ էլ չլինի ֆոնդային շուկան։ Ես չեմ կարծում, դա միշտ էլ այդ նմանատիպ փուլերում ակնհայտ է մի բան, որը ես ուզում եմ ասեմ եւ որը իրականում ամենալուրջ ազդեցությունն է ունենալու, դա այդ արհեստական բանականության ի հայտ գալն է, որովհետեւ այն աշխարհը երկար տասնամյակներ ունեցել է շատ դանդաղ արտադրողականության աճի իրավիճակ, հա, վերջի 10-20 տարիների ընթացքում հարևանության աշխարհում մասնավորապես արտադրողականության աճը չի գերազանցել տարեկան 1-2%, որը նաև դեմոգրաֆիկ փոփոխությունների ֆոնին, երբ որ աշխատող մասնաբաժինը հասարակության փոքրացել է, ձևավորել է լրջագույն մարտահրավեր այդ աշխարհի համար։ Հիմա, երբ որ մենք փորձում ենք հասկանալ այդ արտադրողականության նմանատիպ դինամիկան 1-2% տարեկան աճելու, ակնհայտ էր, որ աշխարհը պատրաստվում է ինչ որ արտադրողականության բումի։ Եվ այդ բումը, իմ կարծիքով, մենք տեսնում ենք հենց մեր այսօրվա օրով, դա այդ արհեստական բանականության բումն է։ Եվ արհեստական բանականության արագությունը այդ բումի եւ իր ծավալումը եւ իր աճը մենք երբեք մարդկությունը նմանատիպ փուլ չի ունեցել իր պատմության մեջ, երբ այդպիսի մասշտաբի փոփոխություն էֆեկտիվության, արտադրողականության երբեք աշխարհը չի ունեցել եւ մենք նոր ենք մտել այդ բանի մեջ, փուլի մեջ, դա առաջի ասենք թե մի 2-3 տարին է, ինքը շատ ավելի մեծ արագությամբ զարգանալու եւ այդ պայմաններում շատ դժվար է կանխատեսել նաև կապիտալի շուկայի ֆոնդային բորսայի վարքագիծը, որովհետև այստեղ այն արագությամբ են փոփոխությունները արվում,
որ ընկերություններ, որոնք դասվում էին որպես բաների top անվտանգության մասով, այսօր այդ AI ազդեցության տակ գտնվում են լրջագույն ռիսկի առաջ, իսկ այն մյուս ընկերությունները, որոնք ընդհանրապես ոչ ոք չէր տեսնում, ով կպատկերացներ, որ այսօր կարող է լինի ստարտափ, որի seed ֆոնդը կկազմի, ասենք թե $5 միլիարդ։ Այս չկա ոչ մի բան, կա գաղափար, հավաքվել են 10 հոգի ու ոչ մի բան հələ չկա, ոչ գրած, ոչ ստեղծած, ոչ մի կա գաղափար, բայց այդ գաղափարը քանի որ այս տեղում է գտնվում եւ այսպիսի իրավիճակում է, ստարտափը ստանում է seed ֆոնդ $5 միլիարդ, դա տենց ասեմ, նախկինում դե թվերը, ասենք թե բաներ էին, մի քանի $100,000, լավ մի քանի $1,000,000, լավ 10 տասնյակ միլիոն դոլարները, դա արդեն բաներ, մեծագույն հաջողություններ, այսօր 5 միլիարդով սկսում է seed-ը։ Դա ենթադրում է, որ այո, ֆոնդային շուկան այսօր գտնվում է լրջագույն փոփոխությունների մեջ, բայց դա էլի ոչ թե ինքը ֆոնդային շուկան է գտնվում այդտեղ, այլ մեր ամբողջ հասարակությունն է, մեր տնտեսությունն է գտնվում այդ իրավիճակի մեջ։ Դու պատկերացնել, որ ասենք թե մեր ոլորտում, որպես խորհրդատվական ոլորտ ասեմ, հա, որ հնարավոր է 6 ամսում մոտավորապես 5 անգամ արտադրողականությունը բարձրացնել, ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող էր պատկերացնել, որևէ մեկը ընդհանրապես, որ ասում եմ որևէ մեկը, դա ոչ թե Հայաստանում, ոչ թե աշխարհում, որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ խորհրդատվական բիզնեսում դու կարող ես 5 անգամ արտադրողականության փոփոխություն անել։ Իսկ դա շատ սովորական բան է, մի երևելի ներդրում էլ չէր պահանջում դրա համար, էլի։ Ստեղ ֆիքսեցինք, եկեք մի հատ Հայաստան վերադառնանք։ Դուք ասեք Կորեայի անունն եք տվել, ես հիշեցի մի պատմություն, որ Կորեայում ընդհանրապես ոնց որ չեն փորձել գնան իրանց տրադիցիաների հակառակ ու ստեղծել են ինչ որ ընկերություններ, որոնք ղեկավարվում են ոչ սովորական ձևով, այսինքն ոչ թե սկսել են բերել այդտեղ ընկերությունների համար CEO-ներին, այլ ուրիշ ձև են կառուցվածքը դասավորել, այսինքն կար մարդ, հիերարխիան հետևյալն էր, մի հատ մարդ, ում բոլորը համարում են ավտորիտետ, ու այդ մարդը իր ազդեցության շնորհիվ ղեկավարում էր կազմակերպությունը, պլյուս պետությունը օգնում էր այդ ընկերություններին ու ասում էր, որ հեսա դուք rockstar ընկերություն եք, խնդրում ենք արտադրեք այս։ Ու սենց ստեղծվել են բազմաթիվ իրենց հայտնի ընկերություններ, օրինակ Samsung-ը, LG-ն։ Արդյոք Հայաստանը այդ երկիրը չի, որ պետք է կիրառի այդ մոդելը։ Ստենց սկսեմ ստեղից, որ ես ընդհանրապես կարծում եմ, որ մոդելների ընտրությունը կամ մոդելների աջողությունը հիմնված է խորքային սոցիալ-մշակութային յուրահատկությունների վրա ամեն հասարակության։ Եվ ես ասում եմ, որ այդ նույն Կոնֆուցիի հասարակությունները ես օգտագործում եմ մի հատ հայտնի սահմանում, իրանց անվանում են բրինձի ազգեր, բրինձի վրա եւ բրինձ աճացնելու, բրինձ մշակելու, բրինձ ուտելու եւ բրինձի այդ հատիկների վրա ձևավորված հասարակություններ, որոնք շատ իերարխիկ են, շատ կառավարելի են եւ միաժամանակ շատ պատրաստ կատարել նույնանման, նույնատիպ աշխատանքներ։ Դա է պատճառը, որ մենք ունենք Չինաստան, մենք ունենք Կորեա, մենք ունենք այդ ամբողջ աշխարհամասը, ինքը այն նմանատիպ բրինձի քաղաքակրթություն է, բրինձի վրա հիմնված քաղաքակրթություն է։ Սա առաջինը։ Երկրորդը Կորեան այդ պերիոդում ապահովելու համար բարձր խնայողությունների մակարդակը ինքը այդ իերարխիան պահպանելով ինքը օրինակ ուներ տենց մի հատ շարժում, որի ընթացքում տասնյակ հարյուրավոր միլիոնավոր դոլարների ոսկի է հավաքագրվել ժողովրդից եւ ժողովուրդը բերել տվել է այդ ոսկին հանուն պետական զարգացման։ Չսպասելով ոչ մի բան հետ։ Այո։ Բացի էկոնոմիկ աճից։ Դու ուզեցել է մասնակցից դառնալ, բայց կարելի որ փողել չի ունեցել, ոսկի են բերել, ամեն տնից հանել են իրանց են պահպանված պատմականորեն ոսկին բերել, տվել են պետությանը։ Դա նաև հետևանք է եղել, որ Կորեայում վերջի 50 տարիների ընթացքում չկա չնստած կամ չձերբակալված նախագահ։
Բոլոր նախագահները իրար հետևից կոռուպցիայի մեջ մեղադրվելով նստել են։ Ու դա sense շղթայական process է եղել։ Ինչ որ պակասում է մեր մոտ։ Հասկանում եմ, բայց ես ուզում ասեմ, իրականում այդ ամեն ինչ ունեցել է իր արժեքը, հասարակությունը վճարել է դրա համար, վճարել է եւ ի վերջո մի հատ էլ կարեւորագույն ֆենոմեն չմոռանանք, դա ամերիկյան զորքերի արկայությունն է եղել, որովհետեւ դա նաեւ ճապոնական հրաշքի մասին են խոսում, բայց կարելի է եւ խոսալ կորեական հրաշքի մասին, որ շատ հաճախ ամերիկյան սերժանտի արկայությունը տվյալ երկրներում որոշակի ժամանակահատվածում եղել է ամենամեծ ազդեցություն ունեցող ֆենոմենը տնտեսական հարաբերությունների ձևավորմամբ։ Եվ ասեմ, որ Կորեայի այդ օլիգարխիկ համակարգը, որը հիմքում է եղել այսօրվա հայտնի համաշխարհային կորպորացիաների առաջատար, իրանց մոտ այո, անձի վրա կառուցված հիերարխիան համեմվել է եւ լրացվել է շատ պրոֆեսիոնալ կառավարման թիմերով, որոնք շատ հաճախ չեն երևացել, բայց իրանք արկա են եղել։ Եվ սա շատ հաճախ պետք է խորանաս այդ պատմության մեջ, օրինակ նույն Samsung-ի կամ LG-ի կամ Hyundai-ի, որ հասկանաս, որ այնտեղ բացի այդ Իրանից եղել է շատ հմուտ կառավարման մոդել, որը ապահովել է ամերիկյան սերժանտը, որովհետև ամերիկյան սերժանտն է ապահովել, որ կորեացի երիտասարդներին տարել ամերիկյան համալսարաններում սովորացրել, հետա բերել, իսկ հետո էլ ուժով բերել է, ասել է, գիտես ինչ կա, չգիտեմ, լիպոն եսիմ ինչ կամ անունները չեմ հիշում հիմա, օքեյ, դու կապահովես իրանց աշխատանքը, բայց հիմնական որոշումները օպերացիոն կկայացնեն այս երիտասարդները։ Տեղ եղել է տենց համադրություն մշակույթային, ամերիկյան կառավարման, ամերիկյան բիզնես ջիղի, ամերիկյան եւ կորեական փիլիսոփայության բրինձի վրա հիմնված հասարակության ցիվիլիզացիոն խնդրեմ։ Ես կարծում եմ այդ ֆենոմենները պետք չի առանձնացնել։ Իրանք համատեղ են ստեղծել այդ հրաշքը, ինչպես նաեւ նույն ճապոնական հրաշքը, որը ժամանակին ձևավորվել է։ Ես լսել եմ նման այդ սերժանտի պատմությունները Ճապոնիայի մասին, որ լիքը երիտասարդ ուղարկել են ԱՄՆ սովորելու եւ հետո ուժով ստիպել են ենթարկել։ Նույնը Կորեան է եղել։ Եվ դա ես կարծում եմ, դա նաև շատ հետաքրքիր է, այդպեսի մի գիրք կար 90-ականներին, երբ որ դեռ ճապոնական հրաշքը աշխարհը դեռ զմայլվում էր, հələ չէինք մտես ստագնացիայի փուլը, որը Ճապոնիան վերջի 20-30 տարին մտավ, այն ժամանակ այդ ճապոնական ամերիկյան սերժանտի դերակատարումը ճապոնական հրաշքի մեջ շատ հետաքրքիր էր կարդալ, թե ինչպես է դա աշխատել, երբ որ 100,000 ճապոնացի տարել են սովորացնելու, հետո հետ են բերել ու հետո ուժային ձևով փոխարինել են հին մենեջերներին նոր երիտասարդ մենեջերներով ու դա բերել է լրիվ ուրիշ իրավիճակի, ել եմ ասում, մշակույթի առանձնահատկությունները պլյուս արևմտյան կառավարման հմտությունները եւ բիզնես մոդելը իրար հետ համադրվելով մեկ էլ տենց հրաշքներ է ստեղծում, ինչպեսին է օրինակ Ճապոնիան կամ Կորեան։ Բայց արի ու տես, որ իրանք հետո գալիս են բախվում են մի հատ խնդրի եւ օրինակ նույն Կորեան այսօր ամենամեծագույն խնդիրն է։ Կորեան աշխարհում ամենացածր ծնելիություն ունեցող երկիրն է, ամենակատաստրոֆիկ դեմոգրաֆիկ մարտահրավերի առաջ կանգնած երկիրը դա Կորեան է, որը իրականում եթե միջինացված ցուցանիշները 1.2, 1.3 fertility rate-ը 1 կնոջ հաշվարկով, այնտեղ 0.6 է։ Եվ իրանք վերջանում են։ Իրանք կտրուկ նվազում են եւ առաջիկա 15-20 տարում իրանք կիսով չափ պակասելու է բնակչությունը։ Չեն ծնվում, չեն ուզում երեխա ունենան։ Այդ բրինձի քաղաքակրթությունը մի կողմից, արևմտյան ուղղվածությունը դեպի աշխատանք, դեպի հաջողություն, դեպի բարեկեցություն իրար հետ համադրելով բերել է նրան, որ իրանք պարզապես չեն ուզում երեխա ունենան։ Ես հիշում եմ շատ վաղուց, մի քանի տարի առաջ, ես գտել եմ ինչ-որ ռուս տնտեսագետին, որը այդպես լեկցիա էր տալիս YouTube-ում ու պատմում էր այդ ճապոնական ու կորեական հրաշքների մասին ու ինքը պնդում էր, որ այդ ճապոնական հրաշքը
հենց դրան է բերել, որ հիմա իրանք ստագնացիայի մեջ են, ծնելիությունը ցածր է ու պլյուս դրան դա ազդել է այդ բնակչության, երկրի բնակչության հոգեկան իրավիճակի վրա, որովհետև իրանք կտրվել են իրանց մշակույթից, կտրուկ փոխել են իրանց մշակույթը։ Չէ, իրանք ձևավորել են այդ երկու մոդելների համադրությունը։ Հա, մի կողմից եկել է իրանց այդ բրենձի վրա հիմնված քաղաքակրթական վերաբերմունքը եսի եւ հասարակությանը եւ շահերին եւ այլն, մյուս կողմից դրան ավելացել է այդ արևմտյան անձի բարեկեցության, հաջողության, պատմության բան։ Այդ երկուսը իրար հետ բերել է մի հատ իրականում շատ ծանր ել եմ ասում կարող ենք դա բացատրել հաջողություն, որտեղ իրականում դա հաջողություն է, կյանքի մակարդակով ակնհայտ է, որ այսօր Կորեան մտնում է լավագույն բարձր բարեկեցություն ունեցող երկրների վրա, բայց իր հետ կորեական հասարակությունը վճարում է օրինակ ծնելիության այնպիսի անկումով, որը արդեն լրջագույն մարտահրավեր է կորեական պետության համար, որտեղ սկսել են երկար ապրել մի կողմից աշխատողների քանակը կտրուկ նվազում է եւ պետության բեռը ավելանում է ամեն տարից տարի այդ ծերացող հասարակությունը պահելու համար։ Մյուս կողմից էլ ծնելիությունը ցածր է, պետք է ներդրումներ կատարել, որ ծնելիությունը աճի երիտասարդ ընտանիքների, երեխաների եւ այլնի վրա եւ այդ ոչ բալանսավորված իրավիճակը ինքը ամենամեծ մարտահրավերն է Կորեայի համար։ Իսկ մենք ովքեր ենք, եթե մենք բրենզի վրա ենք։ Չէ, եթե մենք բրենզի վրա հիմնվող տենց բրենզի այդ մշակույթը չենք, մենք չենք կարող համեմատվենք Կորեայի հետ։ Մենք եվրոպացի չենք, մաքուր տենց իմաստով, մենք արաբական մշակույթի ներկայացուցիչները չենք, մենք ինչ որ խաչմերուկում ենք գտնվում։ Դե մենք միշտ մեր դարավոր հազարամյակներով պատմության մեջ մենք եղել ենք խաչմերուկում, մենք իրականում կարծում եմ, որ եթե ես օբյեկտիվ գնահատեմ, այո, մենք եվրոպական մշակույթի կրող ենք ակնհայտորեն, սակայն որը ունի մաղական մեծ ազդեցություն արևելքի, մենք արևելքի եվրոպացիներն ենք։ Այն եվրազիստի culture-ը, Չէ, եվրազիստի culture-ը չէ, եվրազիստի culture-ը չի, մենք ավելի շատ այդ եվրոպական մշակույթի արևելքում սերմանված եւ գուցեև հակառակը մենք շատ ավելի մեծ բանով եվրոպացի ենք, քան թե եվրոպացիները, որտեղ իրականում եվրոպական քաղաքակրթության արմատները գալիս են արևելքից էլի, եթե վերցնես։ Ես կարծում եմ այդտեղ կասկած չկա, որ մենք եվրոպացի ենք եւ դա ակնհայտ է, ուրիշ հարց է, որ մենք բավական եւ իրականում ինչ է նշանակում եվրոպացի, դա էլ կարծում եմ կարեւոր է հասկանալ, շատ հաճախ մենք շատ մեծ շփոթության մեջ ենք գցում ինքներս մեզ եւ էլի այդ ստերեոտիպների մեջ ենք ապրում, որտեղ շատ դժվար է ասել ով է եվրոպացի, հա, սկանդինավը, որը ապրում է Նորվեգիայում կամ Ֆինլանդիայում, թե պորտուգալացին կամ հույնը, որը ապրում է նույն Եվրոպայում։ Երկուսն էլ եվրոպացի են, բայց իրանց տարբերությունները շատ մեծ են, քան թե օրինակ մեր տարբերությունները հույներից։ Հա, մենք ավելի մոտ ենք հույներին, իտալացիներին, այլ միջերկրական ծովի երկրների բնակիչներին, քան թե նույն հույները բաների սկանդինավների նկատմամբ։ Բայց գիտեք ինչ ես, քանի որ տեղափոխվել եմ Ռուսաստանից այդտեղ ու ես շատ լավ հասկանում եմ այդ տեղի մշակույթը ու ես գալիս եմ այդտեղ ու ես մի քիչ չեմ հասկանում, մենք եվրոպական արտադրականությունը չունենք, էֆեկտիվությունը մենք չունենք եվրոպական։ Մենք ունենք արաբների laziness-ի գործոնը կամ չգիտեմ հույների հարավային Իտալիայի բնակիչների այդ laziness-ը ունենք, բայց ես հասկանում եմ, որ մենք ուզում ենք աշխատենք հենց ամերիկյան, եվրոպական շուկաների հետ, բայց մենք չունենք այդ համապատասխան խարակտերիստիկաներ, որ համապատասխանենք։ Ես համաձայն չեմ, իրականում կարծում եմ դա այն ստերեոտիպների շարքն է, որը մենք ինքներս մեզ ձևավորել ենք, որովհետև իրականության մեջ այդ որ ասում ենք մենք ունենք ունիկալ, օրինակ մենք ունենք ունիկալ խարակտերիստիկա, ինչը անվանում է adaptability։
մենք հարմարվողականության տեսակետից ունիկալ արագությամբ կարողանում ենք հարմարվել իրավիճակին, պայմաններին եւ մաքսիմալ էֆեկտիվ այդ իրավիճակում ունենալ։ Դա է բացատրումը, ինչի մենք բոլոր սփյուռքերը, կլինի դա ռուսական, պարսկական, ամերիկյան, ֆրանսիական, լատինամերիկյան, որտեղ ուզում ես վերցրա, այդ մենք այդ հետազոտությունը ժամանակին արել էինք, մեր սփյուռքի բնակչությունը, սփյուռքում ապրող բնակչությունը իր միջին բարեկեցության մակարդակը շատ ավելի բարձր է, քան թե իրան շրջապատող հասարակությանը։ Այդ դեպքում ինչի դա չի ազդում Հայաստանի բնակիչների։ Այ ամենակարևոր հարցը, որ նույնպես թաղնված է երկար դարերի մեջ, որովհետև մենք այդ adaptability մեջ միշտ ունենալով հարմարվելու կարողությունը, մենք չենք ձևավորել սեփական խաղի կանոններ ձևավորելու կարողություն։ Մենք պատրաստ ենք հարմարվել, բայց պատրաստ չենք ինքներս խաղի կանոն սահմանել եւ այդտեղ մեր այդ բացակայությունը երկարատև պլանավորման, երկարատև որոշումների կայացման, ինքնուրույն պատասխանատվություն վերցնելու մեր երկրի, մեր բիզնեսի եւ այլնի համար, դա բերել է նրան, որ մենք մեր երկրում շատ հաճախ մեզ պահում ենք որպես ինչ որ adaptability անհրաժեշտություն, то есть մենք մեր երկրում փորձում ենք էլի հարմարվել, բայց արդեն չգիտես ում ես հարմարվում, որտեվ պետք է ինքդ խաղի կանոնը դիզայն անես։ Եվ սա շատ կարևոր եւ շատ խորքային խնդիր է, որը շատ հաճախ բացատրում է թե մեր քաղաքական դիսկուրսի մակարդակը եւ խոսակցությունը, որը չի վերաբերվում երկարաժամկետ պատկերացումներին, թե մեր բիզնեսի կառուցվածքը եւ բիզնեսի վարքագիծը, որը շատ հաճախ ելնում է պահի տակ որոշումներից, թե մեր օրինակ ունիկալ, ոչ թե ունիկալ, բայց շատ հետաքրքիր ֆենոմեն է, երբ որ մենք բիզնեսը կառուցում ենք նրանով, որովհետև մեր հարևանի մոտ այդ բիզնեսը ստացվել է, ուրեմն ես նույնը կանեմ, իմ մոտ է ստացվի, ու տենց մի 4-5 հոգով անում ենք նույն բանը, նույն շուկայում, նույն սպառողի համար, բոլորիս մոտ մարժաները ընկնում է, հետո բոլորով սկսում ենք սրանք անալ, լավագույն դեպքում մեկը փրկվում է, որովհետև ինքը առաջինն է դուրս գալի շուկայից, ու տենց կրկնվում է։ Այդ ամեն ինչը ես անվանել եմ ժամանակին Պրոշյանի փողոցի ֆենոմեն։ Դուք եթե Մոսկվայից եք կամ Ռուսաստանից եք եկել, չեք հիշի այդ ժամանակը 90-ականների սկզբին Պրոշյան փողոցի վրա սկսվեց մի մարդ դրեց խորոված սկսեց սարքել ու վաճառել։ Ամբողջ փողոցը մոտավորապես մի տարի հետո զբաղված էր նույն գործունեությամբ, սարքում էին նույն խորովածը, վաճառում էին ու փորձում էին մրցել գնով ու նույն սպառողներ, սպառողների քանակն էլ չէր փոխվում։ Ոչ ոք չէր մտածում, այս խորովածի վրա մի քիչ ինչ որ համեմունք անեմ, այլ խորովածը վաճառեմ ոչ թե առավոտ երեկոյան ժամը 7-ից, այլ օրինակ չգիտեմ, ժամը 4-ից։ Չէ, բոլորը նույն խորովածն էին անում, եթե հարևանի մոտ ստացվել է, մոտ է կստացվի, արդյունքում բոլորը սնանկացան եւ այսօր երբ որ Պրոշյանով անցնում եք, դուք դրա հետքերն եք տեսնում, հա, տարբեր նախկինում այդտեղ եղել են պուճուրիկ խորովածանոցներ, որոնք հետո սնանկացել են ու հիմա դրա տեղը ինչ ասես կա, մի քանի հատ բայց մնացել է։ Հին խորովածի կամ քեբաբ անելու տեղ։ Ու դա կրկնվել է։ Տենց եղել է բենզալցակայանների հետ, ապտեկաների հետ, հացի փռերի հետ, սրճարան, դա մեր մոդելն է բիզնեսի։ Մենք ոչ թե բիզնեսը կառուցում ենք նրան համար, որտեղ պատկերացնում ենք, թե որն է մեր տարբերությունը, ինչով ենք տարբերվելու, հա, որ հաջողության հասնենք, այլ մենք նայում ենք, ասում ենք, եթե իր մոտ ստացվել է, իմ մոտ է կստացվի։ Այդ դեռ կա մեր մեջ ու դա վկայում է նրան, որ մենք պատրաստ չենք եւ դա մեր ոնց որ ասեմ մի կողմից պլյուս ունենք, որ շատ adaptability ենք եւ ես կարծում եմ այն պահի հերին, երբ որ մենք բախվում ենք ճգնաժամի, բախվում ենք մարտահրավերների հետ, մենք շատ արագ հարմարվում ենք ու կարողանում ենք մնալ ոտի վրա, հա, բայց դա նաեւ ունի իր նեգատիվ կողմը, որ մենք ինքներս պրոակտիվ դիրքորոշում, խաղի կանոններ, ռազմավարական որոշումներ, ապագայի տեսլական ունենալու դրան պատրաստ չենք եւ չենք ուզում։ Բայց ո՞րն է մեր
ոնց որ այն սերժանտի գործոնը, որն է Մենք չունենք սերժանտ։ Չունենք սերժանտ, բայց որն է այն պակասող գործոնը, որ այդ adaptability-ն կդարձնի super power ու մենք իսկապես այն Կորեայի նման կաճենք։ Չէ, ես ասացի, ես կարծում եմ, որ մենք մի հատ մեծ շանս ունենք, opportunity ունենք հիմա։ Իդեմս արհեստական բանականության, որտեվ այդ այն բանն է, այն իդեալնի շտորմն է աշխարհում, որ ով որ կարողանա ավելի շուտ ադապտացվել դրան, նա թռիչքային հաջողություն կունենա։ Այս կարծում եմ հիմա այդ արհեստական բանականության շուրջ բոլոր process-ները, որոնք իրականանում են թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս եւ այլ, ինքը այդ adaptability-ի մեծագույն պահանջարկն է գոյացնում։ Արդեն ոչ թե ինչ որ մեկը գալիս է քեզ պահանջում է ինչ որ բան, հա, կլինի դա պարսիկը, թուրքը, ռուսը, հռոմեացին, հույնը, մենք մեր պատմության մեջ միշտ ինչ որ մեկը եղել է, որ այդ մեզ ասել է, այս խաղի կանոնը սա է, մենք էլ այդտեղ փորձել ենք հարմարվել։ Չէ, հիմա մենք իրավիճակում ենք, երբ որ այդ մեկը իդեմս արհեստական բանականության ինքն է եկել, որը արդեն բան չունի, մարմնավորում չունի արհեստական բանականությանը եւ հարմարվելու մեր ունակությունը հիմա կարող է մեզ այնպեսի առավելություն տա, որը մեզ իրականում փոխել եւ նաեւ շատ կարեւոր է որ արհեստական բանականությունը սահմանել չի ճանաչում, հա։ Ես օրինակ շատ բաներ հետարքիր էր որ Լիբարիձյան Ռևը որ խոսում էր Nvidia-ի AI Factory-ի մասին, ասեց մի հատ պատկերացրեք մի հատ իրավիճակ երբ որ ինչ որ մեկը նստած Հայաստանում, այսպես մի հատ փոքր սենյակում AI agent-ը ստեղծում, օրինակ, չգիտեմ, call center-ի աշխատող, հա? Ու հետո այդ call center-ը կարող է բազմացնի եւ իրան սարքի, չգիտեմ, 10 միլիոն հատ call center-ի աշխատող ունենա։ Վերջիչո կարա այնքան սարքի, որ օրինակ, չգիտեմ, տվյալ ընկերության հաճախորդների ամեն հաճախորդը իր կլիենտը ունենա, իր ձևով խոսացող եւ իրան ճանաչող։ Դες մասշտաբի սահմանափակումը, գեոգրաֆիան, բնակչությունը, տնտեսության չափը էլ չի հանդիսանում։ Դապես այս այնպեսի իրավիճակ է աշխարհում, որ մեր այդ adaptability ունակությունների պայմաններում մենք կարող ենք բավական շատ հետաքրքիր հաջողության հասնել։ Այնպես որ սերժանտը մեր մոտ եկել է։ Ես լսել եմ մի հատ շատ հետաքրքիր տերմին, ռուսերեն կասեմ էֆեկտ կլի, ու նախ ես կուզեի դուք բացատրեք, թե դա ինչ է նշանակում, շատ պարզ բառերով։ Եվ ասեմ, որ այս տերմինի գրեթե հնարավոր չի տրայեկտորիայից դուրս գալ, երբ որ դու արդեն ընտրել ես սխալ տրայեկտորիա։ Դե, սենց ասեմ, այդ տերմինի հեղինակային իրավունքները, ինչքան ես եմ հասկանում, պատկանում են Ալեքսանդր Աուզանին, որը հանդիսանում է MGU-ի տնտեսագիտական ֆակուլտետի կարծեմ դեկանն է, կամ դեկաններ, հիմա կարող է դեկանը չի, արդեն տարիքային իմաստով, ինքը փորձում էր բացատրել, ինչի Ռուսաստանը ամեն անգամ փորձելով դուրս գալ տարբեր իրավիճակներում կլինի դա հեղափոխությունը հոկտեմբերյան կամ 91 թիվը, հետո վերջում ընկնում է այդ նույն կալեայի մեջ եւ իրականում ինքը տենց ինստիտուցիոնալ տնտեսագիտության, որի տենց հետևորդն եմ ես եւ իմ կրթությունը եւ իմ դասատուները, որոնք ինձ դասավանդել են տենց Դուգլաս Նորտը, Ռոնալդ Քոուզը եւ այլն, ես այդտեղ եմ էլի, ինձ համար շատ հոգեհարազատ է այդ Կոլեայի դրամաբանությունը։ Կալեան այդ այն է, ինչ որ քո սոցիալ մշակութային ոչ ֆորմալ ինստիտուտների եւ ֆորմալ ինստիտուտների համադրությունը այնպիսին է, որ այդ համադրությունից դուրս գալը այնպիսի ծախս է ենթադրում, որ հասարակությունը եւ որպես կանոն պատրաստ չի այդ ծախսը տեսնել եւ համապատասխանաբար ինքը իրանով, ինքը ամեն անգամ սկսելով դուրս գալը տեղից վերադառնում է այդ կոլեայի մեջ։ Այսպես կոչված transaction cost analysis, то есть երբ որ դու փորձում ես այդտեղից դուրս գաս, դա այնպիսի մեծ ծախսեր է բերում հասարակությանը, որ հասարակությունը վերջում հետ է գալի այդտեղ։ Սենց ասեմ, Ճապոնիան եւ Կորեան իրանք կոլեայի մեջ շարժվող երկրներ էին, միջև չհայտնվեց
ամերիկյան սերժանտը։ Ամերիկյան սերժանտը բերեց, ասեց ինձ այդ ծախսը մասը չի հետաքրքրում, այսենց դուզ գա կստեղից ու իրանք դուզ թռան դեղից։ Այդ դուզ թռնելը Կոլեայից բերում է ունիկալ հաջողությունների եւ միաժամանակ ունիկալ ռիսկեր է պարունակ, որտեվ Կոլեայի մեջ շարժվելով դու ոնց որ կրկնում ես գոյություն ունեցող նարատիվները, գոյություն ունեցող մոդելը, այո, ինքը սպիրալ է, դու իհարկե ավելի բարձր մակարդակի վրա ես անում այդ նույնը, բայց հասարակական հարաբերությունների մեջ դա թունելի պարադիգմա է, հա։ Իսկ եթե Հայաստանի օրինակին բերենք, օրինակ կորցնել միշտ ինչ որ լինել ոչ անկախ այդ իրավիճակում։ Դա եմ ասում, այո, միշտ հարմարվել ուրիշի կողմից թելադրված խաղի կանոններին եւ չվերցնել պատասխանատվությունը սեփական բանի համար։ Եվ դա ինքը շատ կարևոր է, որ դա դու պետքա հաշվի առնես։ Այո, մեր Կալեան դա է եղել։ Ցավոք սրտի աշխարհագրական հետևանքով եւ միշտ լինելով այդ խաչմերուկում աշխարհի, հա, տնտեսական եւ քաղաքական զարգացումների եւ լինելով փոքր որպես չափերով մենք միշտ հայտնվել ենք այդ իրավիճակում, երբ որ ինչ որ մեկը խաղի կանոններ ա տվել, մենք այդ խաղի կանոններին շատ լավ հարմարվել ենք եւ մաքսիմալ օգուտ ենք ստացել։ Այս մեր Կալեանա, եթե ձևավորենք Ռուսաստանի համար Կոլեան, դա միշտ բերել վերջում Սամադերժավիայի միշտ ցարի կոնցեպտը պետք է գա, դա իրանց էությունն է, то есть ինչքան փորձում են դուրս գալ տեղից, վերջում ֆրոմ գալիս են էլի ցարին, տարբեր անուններ կարող է ցարը կրի, հա, կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարից միջև Ռուսաստանի պրեզիդենտ, հա, դա կապ չունի, մեկը ցարի մոդելն է գործում, կառավարման մոդելում, դա իրանց Կոլեան է։ Մեր համար էլ Կոլեան դա է, որ հայերեն չեմ հիշի ոնց է անվանումը, Կալեա ոնց են ասում, փոս, հա, ուղի, հա, ուղի երևի, հա, տենց նախագծված։ Մենք էլ այդպեսի բան է։ Հիմա ոնց ենք տեղից դուրս գալիս, հա, ոնց ենք տեղից դուրս գալի։ Ակնհայտ է, որ ինքնուրույն դուրս գալը դա ահռելի մեծ transaction cost է ընդհանրում, то есть ինչ տեսքով դա ենթադրում է, որ դու պետք այն ով որ փորձելու է քեզ հանել այդ Կալեայից, դա կլինի Ռուսաստանում, Գերմանիայում, որտեղ որ ուզում ես լինի, եթե Կալեայի մեջ ես դու, այն ով որ փորձելու է հանել, ինքը պետքա պատրաստ լինի այնպիսի որոշումների, որոնք երբեք չեն լինելու պոպուլյար։ Օրինակ Հայաստանում հիմա հրաժարվել էքսպորտից դեպի Ռուսաստան։ Այդ թվում ես էլ չեմ ուզում կոնկրետ դրա մասին ասեմ, ես ասում եմ անկախ ցանկացած երկիր, որը փորձում է իր մատնանշված ինստիտուցիոնալ ճանապարհից դուրս գալ եւ ուրիշ տեղ հայտնվել, ինքը դրա համար ստիպված է այդ ուժը, որը նմանատիպ փորձ է անում, ինքը պետքա պատրաստ լինի կայացնել որոշումներ, որոնք շատ հաճախ եւ մեծամասամբ շատ ցավոտ են, ոչ պոպուլյար են եւ համապատասխանաբար այդ որոշումների դեպքում դու վերցնում ես քո վրա մեծագույն դու պետք է ունենաս այնքան քաղաքական կապիտալ, որ կարողանաս այդ որոշումները իրականացնես։ Սա որպես կանոն չի ստացվում։ Հա, որպես կանոն Կալեայից դուրս գալը, որ առանց արտաքին աջակցություն բառը սխալ է, պարտադրանքի կամ արտաքին ֆենոմենի, հա, դրսից ֆենոմենի չի ստացվում, հա, եւ սա շատ կարեւոր է, նույն Գերմանիայի պարտությունից հետո իր վերածնունդը ինքը այդ ինստիտուցիոնալ ուղուց դուրս գալու հետևանք էր, էլի։ Հենց այդ էր իրանց ուղին։ Միշտ վերածնունդ ապրել։ Առաջին համաշխարհայինից հետո, երկրորդից հետո։ Չէ, դա չէր։ Իրանք առաջին համաշխարհայինից հետո այդ վերածնունդը այնպեսին չէր, ինչպես է։ Գիտեք ինչ, այդ տեսեք հիմա շատ հաճախ այսօր Գերմանիայի օրինակ, ինչ եմ Գերմանիա ասում, որ մի քիչ մենք հասկանանք, որ դա ոչ թե ինչ որ ռուս հայկական, կորեա, ճապոնական ֆենոմեն է, ինքը ամենտեղ կա։ Այսօր օրինակ գերմանական հասարակության եւ քաղաքական էլիտայի մեջ հիմնական մտահոգությունը այն է, որ հանգարց չվերադառնանք
այդ կոլեայի մեջ, ոնց որ թե դուրս էինք բրծել, ոնց որ թե մենք էլ չէինք փորձում գրավենք Եվրոպան, բայց եւ հանգարց չվերադառնանք տեղ, եւ դա ամենամեծ դիսկուրսն է այսօր գերմանական հասարակության մեջ, որը ոնց որ թե իրան զգում էր, որ դուրս է եկել, հա, բայց իրականության մեջ ես կարծում եմ, այո, դա առանց արտաքին ներգործության, կլինի դա պատերազմում պարտություն կրելը, թե հեղափոխությունը, թե ամերիկյան սերժանտը, չի ստացվում։ Հիմա ինձ ինչի է դա գալիս Հայաստանին։ Ես կարծում եմ, որ AI-ի արկայությունը որպես տեխնոլոգիական հեղափոխություն, հա, ինքը բավական կտրուկ նվազեցնում է ծախսատարությունը կոլեայից դուրս գալու, որտեվ այդ ոչ պոպուլար որոշումների տակ դու ունենում ես մի հատ հակառակ ինստիտուտ, իդեմս AI-ի, որը այդ ծախսերը կարող է կոմպենսացնել։ Հետապես այո, ես կարծում եմ, որ մենք հիմա ունենք մեծագույն հնարավորություն, շանս դուրս գալ այդ կոլեայից եւ վերջիվերջո հասկանալ, որ մենք էլ ենք պետություն, մենք էլ ենք կարող ինքներս մեր խաղի կանոնները ձևավորել եւ պատասխանատվություն վերցնել մեր երկրի համար։ Ու ոնց հասկացա, այդ փոփոխությունը կարող լինի մեր համար, կարող նստի մեր հասարակության վրա շատ ավելի էժան։ Պետք է նստեր առանց։ Այո, չէ, ես կարծում եմ, հիմա վատ բան կասեմ, ես կարծում եմ, գիտեք, Ղարաբաղյան պատերազմը վերջի որ եղավ, իմ մոտ խորը պատկերացում կար, որ ինքը այն արտաքին ներազդեցությունն է մեր հասարակության վրա, որը կարող է մեզ այդ կալիայից դուրս բերել, կարող է ջարդել այդ ծուռ հայելիների աշխարհը, որում մենք դարերով ապրում ենք եւ ուզում ենք շարունակել ապրել, որովհետեւ այդ այնպիսի տրավմա է եւ այնպիսի հանրային ցնցում է իրանից ներկայացնում, որը կարող է բերել նմանատիպ հետևանքների, բայց հետագան ցույց տվեց, որ ես սխալվում էի, որ այնքան խորն են մեր մոտ արմատացած մեր ստերեոտիպները, որ միֆերը, որ մենք չստափվեցինք, եւ հիմա ստացվում է հետեւյալը, որ մենք ունենք մի հատ այնպիսի հզորությամբ մագնիտուդով արտաքին ներազդեցություն, ինչպիսին արհեստական բանականությունը, որը հակառակ մոդելով է գործում, եթե այդ տրավման, այդ հասարակական ճգնաժամը, որը մեր մոտ կար, հա, վերաիմաստավորելու, մենք բախվել էինք նեգատիվ կոնոտացիայի հետ, հա, то есть մենք մեր համար դա կրիտիկական լինել կամ չլինելու հարց էր դրված։ Հիմա ստեղ արդեն հարցը պոզիտիվ կոնոտացիայի մեջ է, որովհետև էժանացրել է այդ անցումը։ Այսինքն կոպիտ ասած մի քիչ էլ սպասենք, ուղղակի շատ Չէ, չսպասենք, մենք պետք է այստեղ ամեն ինչ կախված է, որ բոլորն էլ դա փորձելու են անել։ Ոչ միայն մեր հասարակությունը, այլ բոլորն էլ փորձելու են մաքսիմալ էֆեկտիվ օգտագործել։ Իմ հույսը նա է, որ մեր adaptability-ին, մեր այդ կարողությունը հարմարվելու բանին, հա, իրավիճակին մեզ շատ հաջողակ է սարքելու այս իմաստով, ինչը մեծ հնարավորություն է տալի այդ անցումը կալիայի փոխելը իրականություն դարձնել։ Եվ եթե դա չլիներ, շատ մեծ հավանականությամբ մեր մոտ էլի չէր ստացվելու։ Էլի փորձելու էինք ման գալ ինչ որ մեկին, սերժանտ, ռուսական, թուրքական, պարսկական, ամերիկյան, մենք էլի փորձելու ենք ինչ-որ սերժանտ գտնել, որը մեզ համար ինչ-որ խաղի կանոններ կստեղծել, մենք էլ այդտեղ կհարմարվեինք ու կփորձեինք մաքսիմալ լավ ապրել։ Ես հույս ունեմ դուք շատ ճիշտ եք ու այս անգամ ձեր պրոգնոզը ճիշտ է, չնայած որ ես կարծում եմ մենք շատ մեծ գին ենք վճարել ու ահռելի արժե Չէ, արժեր թե չարժեր մենք չենք որոշում, բայց մենք կորոշենք, հա, մեր սերունդը կամ ձեր սերունդը կորոշի այդ արժեքի հարցը կորոշվի նրանից արդյոք մեզ կհաջողվի դա թե չէ։ Պրոստը արդյոք մենք հիմա չենք գտնվում այդ նույն սերժանտի փնտրտուքների մեջ, պրոստը նոր սերժանտ ենք փնտրում։ Ես կարծում եմ, որ տեղ կա տրամաբանություն, որ մենք հասարակության մեծամասնությունը այսօր պատրաստ չի այդ կոլեայից դուրս գալ։ Մենք փնտրում ենք այն ինչ որ մենք ստերեոտիպով գոյություն ունի, բայց ել եմ կրկնում, դրա կողքը ձևավորվում է մի հատ մեծ, բան, ոնց ասեմ, փոփոխություն,
որը շատ ավելի մեծ է, քան թե բոլոր սերժանտները իրար հետ վերցրած, որովհետև այդ այն մեծության փոփոխությունն է, որ աշխարհը փոխվում է։ Եվ սա այդ սերժանտներն են փոխվում։ Այդ սերժանտները էլ սերժանտներ չեն, հա։ Իրականում այդ դրա մեծությունը, մասշտաբը, նմանատիպ փոփոխությունները մարդկությունը երբևիցե չի տեսել։ Շատ հաճախ համեմատում են էլեկտրոէներգիայի հայտնագործության հետ եւ դրա էֆեկտի հետ, մասշտաբը շատ ավելի մեծ է, քան թե էլեկտրոէներգիայի հայտնագործությունը եւ արագությունն է մեծ։ Այն արագությունը ինչպես է այդ հեղափոխությունը տարածվում աշխարհով մեկ եւ արդեն ոչ թե տարածվում է ինչ որ ի տարբերություն մնացած ինդուստրիալ հեղափոխություններին ինքը կենտրոնացած չի, ինքը միանգամից ամբողջ աշխարհով է գնում։ Ու այս պայմաններում շարունակել այտենց սերժանտ մանգալը իմ կարծիքով կարող է հասարակությունը կուզենա ստերեոտիպ տեսնել, հա, հերթական սերժանտին տեսնել, բայց ես կարծում եմ սերժանտն էլ արդեն պատրաստ չի լինի։ Սերժանտն էլ արդեն ինքը իր խնդիր ունի լուծելու։ Սերժանտը չի էլ։ Հա, էլ են սերժանտը չի, որը կա։ Դե համար ես կարծում եմ, որ մենք все-таки մեծ եւ հնարավորություն է եւ չելենջը եւ անկանխատեսելիություն է մեր առջեւ կանգնած։ Հերսի շատ հետաքրքիր ստացվեց։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Հույսով եմ ինչ որ մեկին կհետաքրքրի ես։ Ինչ որ մեկին հազարավոր մարդկանց կհետաքրքրի։ Լավ տեսնենք։